Խնդրում տրված է, որ մաթեմատիկոսների կղզում բնակվում են ստախոսներ և ճշտախոսներ, ընդ որում ստախոսները միայն սուտ են խոսում, իսկ ճշտախոսները միայն ճիշտ։ Եվ երբ այդ կղզու 18 բնակիչ կանգնում են շարքով, նրանցից յուրաքանչյուրը բացի Աշոտից ասում է, որ այս շարքում իր ու Աշոտի միջև 5 ստախոս կա։ Պետք է գտնենք, թե քանի ստախոս կա շարքում, եթե Աշոտը շարքում ձախից 4-րդն է և ճշտախոս է։ Եկեք պատկերենք այդ 18 հոգուն, ձախից առաջին 3-ին պատկերեցինք կետերի միջոցով, 4-րդը Աշոտն է, այնուհետև պետք է պատկերենք մնացած 14 հոգուն։ Եվ հերթով հասկանանք, թե նրանցից յուրաքանչյուրը ճշտախոս է, թե ստախոս։ Դե Աշոտը գիտենք, որ ճշտախոս է, վերևում գրենք և անցնենք նրանից դեպի ձախ։ Նրանից ձախ կանգնած բնակիչը ասում է, որ իր ու Աշոտի միջև կա 5 ստախոս, բայց դա չի կարող ճիշտ լինել, որովհետև իր ու Աշոտի միջև ոչ մեկ կանգնած չէ, ուրեմն նա ստում է և ստախոս է։ Նույնը կարելի ասել երկրորդի մասին, որովհետև իր ու Աշոտի միջև ընդամենը մի հոգի է կանգնած, ինքն էլ ստախոս էր, ուրեմն 1 ստախոս է կանգնած իր ու Աշոտի միջև, բայց նա ասում է, որ 5 ստախոս կա, կրկին ստում է, և նույնը կարելի ասել նաև երրորդի մասին։ Նույն տարբերակով կարող ենք հասկանալ ճշտախոս են թե ստախոս Աշոտից աջ կանգնած բնակիչները։ Դե առաջինը ասված ստախոս է, երկրորդն էլ, երրորդն էլ, չորրորդն էլ, որովհետև իր ու Աշոտի միջև 3 ստախոս կա, 5-րդն էլ, որովհետև իր ու Աշոտի միջև կա 4 ստախոս, իսկ այ արդեն 6-րդ մարդը, 6-րդ մարդը կլինի ճշտախոս, որովհետև ինքը ճիշտ է ասում, իր և Աշոտի միջև կան 5 ստախոսներ, մենք դա արդեն ստուգել ենք։ Ճիշտ է ասում նաև 7-րդը աջից, որովհետև կրկին կա մի ճշտախոս և 5 ստախոս, իր և Աշոտի միջև 5 ստախոսներ են։ Ու այդպես կարող ենք ասել բոլորի մասին։ Ու մնում է հաշվել ճշտախոսների քանակը, դե իրական 18-ից կարող ենք անել 8, որովհետև 8 ստախոս էր, կամ հաշվել ճշտախոսների քանակը, որը կտա 10, երկու դեպքում էլ մեր պատասխանն է 8 ստախոս, ստախոսների քանակն էր պահանջվում, այնպես որ 8 ստախոս։